Ընդունելու համար ներկա գտնվելու Արշապատ խոշորացված համայնքում արդեն համայնքի ղեկավարի ընտրությունները կարելի ասել անցյալում են, չնայած նրան, որ 2 օր է անցել։ Մենք մեր թիմով մեծ աշխատանք կատարեցինք տարբեր հանդիպումների, տարբեր քննարկումների միջոցով եւ գյուղական բնակավայրերում եւ Աղաշապատում, որի արդյունքում ստացանք մոտ 32% ձայն, 10,000-ից ավել ձայն ենք ստացել։ Ես շատ շնորհակալ եմ այդ Աղաշապատցիներից, թե գյուղացիներից, թե էջմիածնեցիներից, ովքեր մեր թիմին հավատաց, վստահեց եւ մեր թիմի մեջ տեսավ այն մարդկանց, ով պատրաստ էր այս քաղաքի գյուղերի խնդիրները վերհանելու եւ դրանց լուծումներ առաջարկելու։ Ես ասեմ, որ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել, հավաքանու կազմում մենք ներգրավվածությունը ունենալու ենք, թիմի որ անդամներով կունենանք դեռևս թիմում քննարկում տեղի չի ունեցել, բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման վերցնելու ենք, քանի որ այդ 10,000 ձայնը, 10,000 մարդով մեծ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի, համայնքապետարանում պետք է այդ մարդիկ ակտիվ մեր թիմի անդամները աշխատեն, որպեսզի մենք ինքներս էլ ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Աղաշապատ համայնքի ապագան, քան այն թիմը, ով այսօր լինելու է համայնքային իշխանության։ Երևի թե եւ ասեմ, որ ընդհանրապես դա ինձ շատ են հարցնում, լեգիտիմության խնդիր չի առաջացնում, այսինքն երբ որ վերցնենք մանդատները, դառնում է, որ ընտրությունները լեգիտիմացնում են, քաղաքացիական պայմանագիր ոչ, դա այդպես չէ, մենք հեսա ընթացքում էլ կխոսենք, մենք բազմաթիվ անգամ ենք ասել, որ պայքարը սկսվել է, ընտրապայքարը ի սկզբանե ընտրախախտումներով, անհավասար պայմաններով եւ այդպես է մինչ օրս։ Քվեարկությունը դեռևս ավարտվել է, բայց դեռևս այդ անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ մինչ այս պահը շարունակում են եւ կարծում եմ դեռևս շարունակելու են։ Այդ մասին վերջի մասին մի քիչ ավելի մանրամասն մենք տեղեկացանք, որ համենայն դեպս խաղամիջոցը ազատազրկումը չի ընտրվել, այս պահին քանի անձի նկատմամբ է վիրավական պրոցես մեկնարկել եւ նաեւ վերանում ենք շրջանառում հավանական այսպես տեխնիկությունների մեջ, որին պիտի սկսեն այսպես քաղաքական հետապնդման ենթարկել, այս առողջությամբ ձեզ ինչ տեղեկություններ են հասնում։ Դեռևս ինձ հետ կապված ոչ մի աշ չկա, ես ոչ միտեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տան, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տան տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ եւի 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Ինչ-որ մեր ընտրողներից են, Աղաշապատցիներ են, փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմուն կգրի իմ անձի հետ կապված, չեն կարող գտնել եւ չեն կարողանալու գտնել, որովհետեւ նման բան չկա։ Մեր թիմի հավաքանու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներն են խուզարկություն իրականացնել, ելի մի քանի հոգու, որոնց ասում եմ ես ինքս չգիտեմ, շփման մեջ չեմ եղել իրենց հետ, միգուցե իրենք մեր համակիրներն են եղել եւ ձայնը տվել են հաղթանակ դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, այո, ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, հետագան արդեն ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է մենք ամբողջ թիմով լինելու ենք կալանավայրերում, ամբողջ թիմով լինելու ենք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել նաև այն մտքին, չնայած նրան, որ իրենք միանձնյա իշխանություններ ունենալու, Աղաշապատում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել Աղաշապատ խոշորացված համայնքում։ Իրենք իրենց հաշվարկներում նայում են մոտ 5 ամիս, 6 ամիս հետո լինելու ազգային ժողովի ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամեն ինչի, ինչ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին իրենց մոտ դա չստացվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն ոնց որ թե ասում եք աշխատարի X կամարես քրեական գործնա։ Հիմա այդ 3-ը քաղաքացիներ են, մյուս 2-ը, որոնց մեղադրանքը արդեն առաջադրված,
արդյոք քաղաքական անդամներ են ձեր թիմից են եւ ըստ իրավապահների իրենք ինչ են արել։ Չէ, երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ 5 մեղադրյալ, որից ես ճանաչում եմ 3-ին։ Ովքեր են իրենք։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Մեղադրյալները իրենք։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Չոր ընտրակ կաշառք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Իսկ իրենց ասելով երբ են այդ կաշառք բաժանել եւ այլն, երբ է դա արվել ըստ իրավապահների։ Ինձ թվում է դա քրեական գործով ավելի շատ կերևա, չեմ տիրապետում, բայց նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Չեմ կարող ասել, ինձ թվում է այդ հարցին փաստաբաններն ավելի ճիշտ կպատասխանեն, էլի ծանոթանալով քրեական գործից։ Ես ինքս մի բան ասեմ, միգուցե ճիշտ չասեմ, քրեական գործ կհարուցված իմ խոսքով չփորձեմ վնասեմ կամ սխալ տեղեկություններ չհայտնեմ։ Բայց ձեր գնահատականը, եթե ասեք, ըստ ձեզ ինչու է սա արվում, դուք համարում եք, որ այստեղ կա քաղաքական ուղղորդում, ինչ նպատակով, ինչ են ուզում այս թվում։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղար շաբաթում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղար շաբաթում ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000, իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմը այնքան մեծ է, որ չի ստացվելու։